Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչը նաև մեր կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հիմնական նպատակներից մեկն է, հանրահավաքից մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեմ, առաջին հերթին համախմբման հարցով, երկրորդ հերթին էլ կուսակցության առաջնորդի եւ մեր ազգի համար կարևոր նշանակություն ունեցող մարդու ուղերձը լսելու։ Ասում են, որ եթե օրինակ չլինեն խոչընդոտներ, օրվա իշխանությունները չստեղծեն խոչընդոտներ, մասնավորապես մատնանշում է, որ քաղաքացիներին անհարկի բռնում են, կալանավորում են, դուք եւս քաղաքական հետապնդման եք ենթարկվել նրանց օրոք, ինչ եք կարծում, կգնան այդ քայլին կամ ինչու նման մտավախություններ ունեն մարդիկ։ Գիտեք, այսօրվա իշխանությունների գործելավոճը ոչ թե իրավական կամ պետական տրամաբանությունից է բխում, այլ քաղաքական նպատակահարմարությունից, հետեւաբար ես չեմ կարող անշնորհակալ գործով զբաղվել եւ կախագուշակություններով զբաղվել, ես կարծում եմ, որ անկախ բռնաճնշումներից, անկախ ցանկացած խոչընդոտներից փոփոխությունների ալիքը անկասելի է եւ այս փոփոխությունների ալիքը կասեցնել, կանգնեցնել հնարավոր չէ այս կամ այն անձին շարքից հանելու միջոցով։ Պարոն Ասլանյան, վերջին օրենսդրական փոփոխությունները, ընտրական օրենսգրքի մեջ մտավախություններ առաջացրել նաև ուժեղ Հայաստան ուժում, որ խոչընդոտելու միջոց է, դուք հնար գտաք շրջանցելու նաև այդ փոփոխությունը, որպեսզի չխոչընդոտի։ Ոչ թե հնար գտանք կամ հնար չգտանք, այստեղ խնդիրը ոչ թե մեզ համար խոչընդոտ ստեղծել է, այստեղ խնդիրը նրա մեջ է կայանում, որ իշխանությունները ամեն կերպ ցանկացած օրենք, ընդունված կարգ, ավանդույթ, եվրոպական տարբեր կառույցների կողմից ընդունված դեկլարացիաներ շրջանցելով, իրենք ընտրությունների նախօրյակին կարելի ասել ամսուկես 2 ամիս առաջ ընտրական սահմանադրական օրենքի մեջ փոփոխություններ են կատարում, ստեղ էական չի, թե իրենք ինչ փոփոխություն եւ ում համար են, բնականաբար ակնհայտ է, որ այդ փոփոխության բացասական, այսպես ասած, շահառուն մեկ անուն է Հայաստանի Հանրապետությունում, դա Սամվել Կարապետյանն է, բայց հենց դրանով իսկ իշխանությունները ցույց են տալիս, որ այդ անունը ընտրական ցուցակներից հանելը կամ դաշինքը թողնելը առանց Սամվել Կարապետյանի անվամբ ամեն դեպքում որևէ կերպ չի խոչընդոտելու Սամվել Կարապետյանի սրընթաց վերելքին, նրա հեղինակության բարձրացմանը ու որևէ կերպ դրան ես խոչընդոտի աշկերով որպես ուժեղ Հայաստան ուժի ներկայացուցիչ չեմ համարում։ Ուղղակի այստեղ խնդիրն է, որ իշխանությունը ամենաթողության իրավական պրակտիկայի վրա թքած ունենալու արվեստը միշտ բանացնելով ինչ որ օրենսդրական կամ այլ փոփոխություններ է կատարում, ին վրայով է անցել այդ փոփոխությունները 21 թվականին, երբ որ հապշտապ կարգով մի քանի օրենքներ փոխեցին, որպեսզի կարողանան փորձեցին բանաձորում ինչ որ բան անեն, չստացվեց։ Հիմա էլ չի ստացվելու, այս ալիքը անկասելի է, փոփոխությունները Սամվել Կարապետյանի հետ չունեն այլընտրանք։ Անդրադարձել եք այդ ամենայնիվ այսօր Նիկոլ Փաշինյանը Վանաձորում էր, մենք տեսանք մի քանի դեպք, երբ քաղաքացիները չընդունեցին նրան, ընդհանուր ինչպես է տրամադրվածությունը Վանաձորում։ Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը համընդհանուր հեղինակություն չէ, որ նրան բոլոր տեղերում քաղաքացիները ընդունեն կամ չէ, բնականաբար ընդունողներ կլինեն, չընդունողներ կլինեն, հիմա նախընտրական եռուզեռ է, պրոցեսներ են տեղի ունենում, այս գործողություններին վերաբերվեք նորմալ եւ հունիսի 7-ին Հունիսի 8-ի առավոտյան արդեն բոլորով միասին մենք կարողանանք փոփոխություններով լի Հայաստանում, հույսով ու ապագայով լի Հայաստանում եւ կապ չունի այսօր ում են ընդունում, ում չեն ընդունում։ Ընդդիմադիրներին կհաջողվի միանալ հաշվի առնելով, որ հայակվեն եւ միասնության թևերը հայտարարեցին, որ բաժանվում են նաեւ ՀԱԿ-ը հայտարարեց, որ բանակցությունները արդյունք չեն տվել ուժեղ Հայաստանի հետ։ Գիտեք, ընդդիմության միանալ ասել շատ հարաբերական հասկացություն է, ես այլ դաշինքների, կուսակցությունների ու թևերի գործողությունները մեկնաբանելու ոչ լիազորություն ունեմ, ոչ էլ նման ինձ իրավունք են վերապահում, ամեն ուժ կուսակցություն, կարծում եմ առողջ բանականությամբ օժտված ցանկացած Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող անձ, անհատ եւ կուսակցություն պիտի ճիշտ հաշվարկի իր քայլերը, պիտի հերթական անգամ մենք չգնանք փոշիացման ճանապարհով եւ կարծում եմ մենք հենց այդ ուղու վրա ենք, տարբեր կուսակցություններ հայտնի ու քիչ հայտնի արդեն հայտարարել են նախապատվությունը
այլ քաղաքական ուժերի տալու մասին եւ իրենց ընտրությունների չմասնակցության մասին կարծում եմ դրան կհետևեն, դա էլ է միացում հենց ընդդիմության միացում չի նշանակում միասնական ցուցակ կամ ինչ որ անհասկանալի միավորումներ, ընդդիմության միացում նշանակում է միացում գաղափարին, միացում մտքին, միացում շարժման, իսկ այդ շարժումը մեզ տանում է դեպի հունիսի 7-ի հաղթական ընտրություն։ Պարոն Աղսանյան, մինչև հունիսի 7-ը նաև մայիսի 3-ն ու 4-ն է, երբ եվրոպական տարբեր երկրներից ներկայացուցիչները լինելու այստեղ գագաթնաժողովին, սա իր խորքում նաև աջակցություն է Փաշինյանի իշխանությանը, առհասարակ դրսի վերաբերմունքը որոշակի առումով կոնսենսուս եվրոպական միությունը շատ խայտաբղետ այս պահին միավորում է եւ չեմ կարծում թե իրենց հասարակության վստահությունն ու հեղինակությունը այնքան վայելում են, որ մի հատ էլ այդ ալիքը տարածվի հայ հասարակության վրա, գալիս են թող գան, գնան, ես կարծում եմ որևէ ազդեցություն չի ունենա, որովհետեւ մենք տեսնում ենք եվրոպական տնտեսության փլուզում, եվրոպական արժեհամակարգի, արևմտյան արժեհամակարգի փլուզում հանուն քաղաքական կարճաժամկետ շահերի եւ թքած ունենալով մարդու իրավունքների, դեմոկրատիայի սկզբունքների վրա աշխարհի տարբեր երկրներում տեսել ենք նրանց երկակի ստանդարտների վերաբերմունքը, հայ հասարակության վրա դա մեծ ազդեցություն չի ունենա, որովհետեւ նրանք փլուզել են ամբողջ եվրոպական տնտեսությունը հանուն սին գաղափարների, հանուն ընդամենը ռուսատյացության։ Այստեղ ես չեմ կարծում իրենք կարող են որևէ եղանակ փոխել, իսկ մերեն քաղաքացիները, որոնց համար այսպես ասած այդ եվրոպական չգիտեմ, վարդագույն երազանքը ինչ որ Եվրոպայի վիզա ստանալ գնալու մեջ է կայանում, այսօր էլ ցանկացած մարդ կարող է գնալ Եվրոպա եւ եթե Եվրոպայում դու երկարաժամկետ անելիք չունես, մասնագիտություն չունես, աշխատանք ու ստանդարտիզացված չես եվրոպական տնտեսությանը, դու Եվրոպայում որևէ մեկը չես։ Գոնե Հայաստանի Հանրապետությունում կներեք քո հարևանը, բարեկամը քեզ կօգնի, Եվրոպայում որևէ մեկը որևէ մեկին չի օգնի հենց այնպես։ Այնպես որ ես կարծում եմ դրանք ուղղակի PR ակցիաներ են միջազգային հանրության համար, ավելի շատ տարածաշրջանային, չգիտեմ ինչ շարժեր են, որոնք Հայաստանի վրա որևէ ազդեցություն չեն ունենալու։ Խնդրեմ։